Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, այս պահին ես գտնվում եմ դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական այս հիմնարկի հարակից տարածքում մուտքի մոտ եմ, տեսեք մուտքն է, նոր դուրս եկա, պարոն Սամվելյանին տեսակցեցի և այս պահի դրությամբ ուզում եմ ձեր հետ կիսվել այն մտավախություններով և խնդիրներով, որոնք առկա են այս քրեակատարողական հիմնարկում կապված պարոն Սամվելյանի պահման այս պայմանների հետ, որովհետև նա պահվում է, ասեմ ձեզ, 13-րդ խցում, արդեն դուք գիտեք, թե ինչպիսի պայմաններում են գտնվում բանտարկյալները, կալանավորները, Հայաստանի Հանրապետության բանտային պայմանների մասին ձեզ պատմել է և Լիլիթ Աղեկյանը, և Լիաննա Հարությունյանը, ովքեր զոհ են եղել այդ բանտային պայմանների, այս դաժան վերաբերմունքի, որը ցուցաբերվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների կողմից բանտարկյալների նկատմամբ, այսինքն իրենք պայմանների առումով են այդ վերաբերմունքը ցուցաբերում, որովհետև պայմանները չեն համապատասխանում միջազգային զեկույցներին, և մասնավորապես իմ այսօրվա այս ելույթը, ուղերձը, հայտարարությունը, հարցադրումները վերաբերելի է մասնավորապես մեր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող տիկին Անահիտ Մանասյանին։ Տիկին Անահիտ Մանասյան, ձեզանից մի երկու օր առաջ նամակ ստացա, որ դուք իրավասու չեք միջամտել դատական գործընթացներին և քանի որ պարոն Սամվելյանի գործը գտնվում է դատարանի վարույթում, ապա իմ կողմից բարձրացված հարցը ձեր լիազորությունների իրավազորության ներքո չէ։ Նախ այդպես չէ, որովհետև իմ բարձրացված հարցը կապված է մարդու կյանքի և առողջության հետ, բայց դա թողենք հիմա մի կողմ և ես հիմա հարցս ուղղում եմ ձեզ կապված ձեր ուղղակի պարտականությունների հետ և մասնավորապես որպես CPT-ում ձեր կողմից ներկայացվածության հետ, որպես ազգային էքսպերտ։ Դուք այնտեղ ներկայացված եք, կարծում եմ քաջ ծանոթ եք Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, այսինքն բանտային պայմանների վերաբերյալ զեկույցներին։ Ես հիմա ձեզ այդ զեկույցների մասին նորից լրացուցիչ տեղեկություն եմ հայտնում, որ այս բանտը, այս քրեակատարողական հիմնարկը, այդ զեկույցի մեջ նշված է, որ չի համապատասխանում ստանդարտներին և այստեղ պահվող հիվանդները չեն կարող այստեղ երկար գտնվել, հատկապես դիալիզի ենթակա հիվանդը չի կարող գտնվել այս պայմաններում։ Հիմա ես ձեզ պատմում եմ 13-րդ խցի մասին, որտեղ պահվում է Ստեփան Սամվելյանը։ Ուրեմն խուցը այդ 13-րդ չունի հիգիենայի ոչ մի պայման, այսինքն չունի առանձին իր տուալետը, առանձին իր լոգարանը և ստիպված պարոն Սամվելյանը դուրս է գալիս այդ խցից և գնում է ընդհանուր պետկարան և ընդհանուր լոգարան, իսկ պետկարանն է, շատ եմ ցավում, բայց այդ թուրքական պետկարանն է, որից հնարավորություն չունի օգտվելու, շատ դժվարությամբ է օգտվում պարոն Սամվելյանը, որովհետև ունի գլխապտույտ կապված նորից եմ կրկնում իր առողջության հետ և այդ գլխապտույտի պայմաններում ես նաև մի դեպք գիտեմ, որ ինչպես էր ընկել մի բանտարկյալ, հանիրավի բանտարկյալ անձ այդ տուալետից օգտվելուց, որովհետև երբ մարդը գտնվում է ծանր առողջական վիճակում, պատկերացրեք կանգնած վիճակում ինչպես կարող է օգտվել այդպիսի այդ թուրքական տուալետներից, որը շահագործվում է այս քրեակատարողական հիմնարկում։ Պարոն Սամվելյանի առողջական վիճակը վատթարացավ, այսինքն 4-րդ աստիճանի երիկամային անբավարարությունը դարձավ տերմինալ փուլ, այն պատճառով, որ նա շուրջ 2 ամիս է գտնվում է հանիրավի կալանքի տակ։ Այս հանիրավի կալանքի տակ գտնվելու պայմանները վատթարացրեցին նրա առողջական վիճակը։ Հիմա փաստացի պարոն Սամվելյանը ինձ հանձնարարեց, որպեսզի ես հայտարարեմ, որ իրեն ցանկանում են սպանել։
սպանություն կատարողները հենց իրեն պատշաճ այս պայմաններում պատշաճ պայմանները չապահովողներն են եւ նա պաշտոնապես հայտարարեց, որ իրեն ցանկանում են նույն կերպ իրեն հետ վարվել, ինչպես վարվեցին Արմեն Գրիգորյանի հետ։ Ասեց, որ ամեն անգամ, որ ճնշումը բարձրանում է, ունենում է գլխապտույտ այդ պետկարանից, տուալետից օգտվելու ժամանակ, ինքը հասկանում է, թե ինչ է կատարվում բոլոր այն բանտարկյալների հետ, ովքեր ունեն լուրջ խնդիրներ առողջության հետ եւ ինչպես են նրանց ցանկանում սպանել, որովհետև այդ մի կերպ պատկերացրեք այդ պայմաններում այս մարդը, որը հազիվ է տեղաշարժվում ինքնուրույն, չկարողանալով օգտվել այդ թուրքական տուալետից, վախենալով, որ կարող է գլուխը պտտվել եւ ընկնել, այսինքն անընդհատ մտաբերում է իր աչքերի առջև գալիս է այն տեսարանը, որը պատահել էր Արմեն Գրիգորյանի հետ, այսինքն դատարանի դահլիճում, երբ Արմեն Գրիգորյանը մահացավ, այսինքն ակնհայտ էր, որ պատշաճ բժշկական օգնությունը չէր ապահովել, պայմանները անհամատեղելի էին եղել, կալանավորի պայմանները այդ կալանքի հետ եւ այստեղ նույնն է, այսինքն մենք ակնհայտորեն բախվել ենք նույն իրավիճակի հետ։ Մենք ունեցել ենք նախկին իշխանությունների կողմից երբ հացբերողին նույնպես չտրամադրեցին համապատասխան բուժօգնություն, բայց հիմա, եթե նախկին իշխանությունների ժամանակ դեպքերը այսպիսի հաճախ չէին, ապա այս տարի մենք ունենք արդեն աննախադեպ աճ կալանավորի մահվան հետ կապված, այսինքն համապատասխան չեն ոչ պայմանները, ոչ էլ վերաբերմունքը իշխանությունների կողմից կալանավոր անձի նկատմամբ։ Ես շատ եմ ցավում, որ այսօր 21-րդ դարում, երբ մենք ունենք հնարավորություններ աղմկելու, աղաղակելու դեպքերի, փաստերի վերաբերյալ, բայց դեռ շուտով 2 ամիսը կլրանա ամսի 24-ին, Ստեփան Սամվելյանը գտնվում է կալանքի տակ։ Միջնորդություն եմ ներկայացնում դատարանը միջնորդությունները ուղղակի անտեսում են, նիստ չի հրավիրում, որպեսզի որոշում կայացնի ազատ արձակի Ստեփան Սամվելյանի։ Դիմել եմ Եվրոպական դատարանի հետ մեր կառավարությունը, ինչ որ նամակագրություն է իրականացնում եւ փորձում է տեղեկատվություն փոխանցել, որ իբրև Ստեփան Սամվելյանը գտնվում է 5 աստղանի հյուրանոցում եւ սա է իրենց 5 աստղանի հյուրանոցը։ Ես հիմա պատրաստելու եմ նորից լրացուցիչ փաստաթուղթ, որ 13-րդ խցում չկա տուալետ, նույնիսկ այդ թուրքական տուալետը 13-րդ խցում չէ, այսինքն հիվանդասենյակը դիալիզով հիվանդին դիալիզ չեն տրամադրել եւ հիվանդասենյակը չունի տուալետ, այսինքն այս մարդը պետք է դուրս գա իր այդ խցից, դա հիվանդասենյակ չէ, դա ուղղակի կալանավորի խուց է, խցից պետք է դուրս գա եւ գնա ինչ-որ միտեղ, որտեղ թուրքական տուալետ է։ Եվ սա է այս պայմանները, որը նկարագրվում է Կարեն Անդրեասյանի կողմից, ներկայացվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին որպես 5 աստղանի հյուրանոց։ Շատ եմ ցավում, բայց մենք բախվել ենք այսպիսի իրականության հետ։ Ես խնդրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն եւ ինձ նամակներով ասում են ինչով կարող ենք օգտակար լինել, խնդրում եմ ձեզանից, եթե դուք ուզում եք օգտակար լինել, ապա թեժ գծերին Մարդու իրավունքների պաշտպանի եւ Արդարադատության նախարարության ուղարկեք համապատասխան դիմում բողոքներ կապված Ստեփան Սամվելյանի պահման այս պայմանների հետ այս քրեակատարողական հիմնարկում։ Ամեն ինչ շատ մտահոգիչ է, Ստեփան Սամվելյանի կյանքը գտնվում է իրոք վտանգի տակ, Ստեփան Սամվելյանը ինքը պաշտոնապես ինձ հրահանգեց, որպեսզի ես հայտարարեմ, որ նրան ցանկանում են սպանել։ Նա հայտարարեց, որ նրա երիկամները գողացել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Նա մտել է կալանավայր 4-րդ աստիճանի երիկամային անբավարարությամբ, այս պահի դրությամբ նրան դիագնոզել են, այսինքն նրան տրվել է տերմինալ փուլ, դիալիզի փուլ, բայց դիալիզ չեն տրամադրում։
Այսքանը հարգելի հայրենակիցներ եւ խնդրում եմ, եթե դուք իրապես ցանկանում եք օգտակար լինել, ովքեր հատկապես որ ինձ դիմում էին, դիմեք այդ թեժ գծերին մարդու իրավունքների պաշտպանին, Տիկին Մանասյան, դուք որպես ազգային փորձագետ ուղղակի պարտավոր եք հենց հիմա այցելել այստեղ եւ տեսնել, ծանոթանալ պարոն Սամվելյանի պայմանների հետ։ Եվ իհարկե համապատասխան նաև միջոցներ ձեռնարկել։ Դուք չեք կարող անմասն մնալ։ Դա ձեր պարտականությունների մեջ է մտնում։ Այն նամակը, որը ես ձեզանից ստացել եմ 2 օր առաջ, ուղղակի հարից չէ մարդու իրավունքների պաշտպանին։ Ես ձեզ չեմ ստիպում կամ հորդորում կամ խնդրում կամ պահանջում միջամտել դատական գործընթացներին։ Ես ձեզանից պահանջում եմ կատարել օրենքով սահմանված ձեր առաքելությունը, այսինքն ձեր առաքելության մեջ է մտնում տվյալ պահին այս քրեակատարողական հիմնարկի պայմանների, այս խայտառակ վիճակի վերաբերյալ ձեր արձագանքը, որտեղ պահվում է իմ պաշտպանյալը Ստեփան Սամվելյանը, մի պարտկառելի անձնավորություն, ով հանիրավի է գտնվում կալանավայրում։ Այս մասին ես մանրամասն հետագայում կխոսեմ, թե ինչ կեղծ շինսու մեղադրանք է դրվել իր վրա, բայց այս պայծրությամբ ինձ հետաքրքիր է եւ ես պահանջում եմ մարդկային պայմաններ եւ մարդկային վերաբերմունք։ Մարդը օրեկան մի քանի անգամ օգտվում է պետքարանից։ Այդ պետքարանը պետք է հիվանդ մարդու համար հատկապես պետք է համապատասխանի։ Հիվանդ մարդը, ով խնամքի կարիք ունի, պետք է ունենա խնամող, որպեսզի նրան ուղեկցի պետքարան, պետքարանից հետ ուղեկցի հիվանդասենյակ։ Դուք այդ պայմանների մասին պետք է բարձրաձանեք եւ պահանջեք լուծում, որը չեք արել մինչեւ այս պահը։